Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում հյուրընկալել ենք ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Արտուր Խաչատրյանին։ Շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար, պարոն Խաչատրյան։ Պարոն Խաչատրյան, վաղվանից փաստորեն մեկնարկում է խորհրդարանական շաբաթը եւ օրակարգում ընդգրկված է ձեր խմբակցության ղեկավարին եւ քարտուղարի նկատմամբ հանրային հետապնդում հարուցելու դատախազի միջնորդությունը, որ ինչպես գիտենք ազգային ժողովի նախագահը բավարարել է, ինչպես հայտարարագրում է նշված, հիմքում Գեղարքունիքի մարզում ապօրինի հողամասի ձեռքբերումն է ու դրան աջակցել է։ Արդեն հետագա անելիքները բնականաբար պարզ է, իրենք թույլտվություն համաձայնությունը տալու են։ Նախ դուք ձեր թիմակիցների հետ բնականաբար այս հարցը քննարկել եք, ինչ հողատարածքի մասին է խոսքը ու որպես գնահատական այս երևույթին ինչու հենց հիմա հիշեցին սրա մասին։ Տարածքը Սևան ազգային պարկում է, եթե չեմ սխալվում, Դրախտիկ համանքի Դրախտիկ գյուղի տարածքում է։ Գործը բացառապես քաղաքական է, սպիտակ թելերով կարված քրեական գործ է։ Ինչ են իրենք դա բերում այսօր, ակնհայտ է։ Փաշինյանը 7 տարի է իշխանություն է, 7 տարվա ընթացքում ձախողել է ամեն ինչ։ Տնտեսությունը չկարողացավ օգտագործել այն բարենպաստ պայմանները, որոնք ստեղծել էին Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների համատեքստում, հետևանքով, որովհետև գումարը եկավ գնաց, մարդիկ եկան գնացին, տնտեսական պոտենցիալը չավելացավ, այն խղճուկ աճը, որը կար, էլի բացառապես արտաքին գործոնների հետևանքով էր, Արցախյան հակամարտությունը Փաշինյանը տարավ կործանման, հակամարտությունը չլուծվեց, ի օգուտ մեզ եւ դարձավ Հայաստանի մեծագույն խայտառակությունը եւ խարանը, Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք, այնքան է լկտիացել, որ նույնիսկ պահանջում է փոխել Հայաստանի սահմանադրությունը, Հայաստանը կոչում է Արևելյան Ադրբեջան, Վրաստանի հետ հարաբերությունները տեսնում ենք ինչ վիճակի է, այն իրավիճակը, որը որ ստեղծվել է հայկական ապրանքների հետ, հասկանում ենք, չէ, որ դա տնտեսական հիմք չունի, դա մաքուր քաղաքական դրսևորում է, Հայաստանի էկոնոմիկայի նախարարին չընդունեցին, իրենց նախարարը վերջի պահին չեղարկեց կամ գոնե չեղարկեց, իր այցը վերջի պահին է եղել, երբ է եղել հայտնի չի։ Հիմա շատ ավելի վատ շրջան է գալու, որովհետև կոնյակը շշերի մեջ կարող է մնալ, չի փչանա, իսկ ծիրանի արտանումն արդեն հարցականի տակ է։ Այսինքն թեմաներից էր փորձում։ Չէ, ինչ եմ ուզում ասեմ, երկրում կրիմինագեն վիճակը տեսնում եք ինչ է, թմրամոլություն, երիտասարդության շրջանակում հանցագործության աճ, այս ձախողումների ֆոնին այս մարդով իրեն կատարելապես ձախողել է որպես ղեկավար, հակել է ընդդիմադիրի կոշիկներ եւ նույն լոզունգն է թալանել են, գողացել են կոռուպցիա կա, այս կա, այն կա։ 7 տարվա ընթացքում նաեւ այդ բնակավարում, այդ ուղղությամբ որևէ աջակցություն չի արձանագրել, բայց անում է այն, ինչ որ իր մոտ լավագույնն է ստացվում։ Մեր կա պարանոց անհիմն հայտարարություններ։ Եվ այդ ամեն ինչը կուշ գնանա, ինտենսիվանա, ինչքան որ մենք մոտենանք այս խորհրդարանի ավարտին։ Անկախ նրանից դա կլինի արտահերթ ընտրություններով, հերթական ընտրություններով, թե փողոցային պայքարի միջոցով։ Սա է։ Պարոն Խաչատրյան, այսօր ՀՅԴԳ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ծավալուն ասուլիսով հանդես եկավ եւ մի միտք շատ այսպես գրավեց ուշադրությունը, ինքը ասում է արձագանքելով ընդդիմադիր մյուս խմբակցության այսպես մեղադրանքներին իմպիչմենտի մասով, ինչը ասում է, որ այդ փակ հանդիպման ժամանակ այդ ժամանակ անգամ թուղթը, հա, այդ նախաձեռնության թուղթը չի բերվել ու ձեզ չի ներկայացվել։ Իսկապես մինչ օրս ընդդիմադիրները ծանոթ չեն այդ նախաձեռնությանը, Հայաստան խմբակցության պատգամավորները նկատի ունեմ, որ ստորագրությունները այդ թղթի տակ հենց դրված չեն։ Նախաձեռնությանը ծանոթ ենք իհարկե, բազմաթիվ հարցեր ունենք, տեսել եմ այն, ինչ որ տեսել եք նաև դուք, կարծեմ իրենց խմբակցության ղեկավարն էր հրապարակել մի թուղթ ուրեմն թղթապանակի մեջ դրված, վրան 6 ստորագրություն,
ինչի տակ են ստորագրությունները, ինչի ասես։ Իրանք էլ ձեզ են ասում են հրապարակել եք թուղթ, ընդդիմադիր ֆրակցիաների պատգամավորների խոսքն է մեջ բերում, ասում են դատարկ նոթատետրի տակ արված ստորագրություններ են կամ էլ ՍԴ ուղարկված, նախկինում ՍԴ ուղարկված այդ փաստաթղթերի ստորագրություններ։ Գիտեք, տենց դուք մեկ էլ համադրական դատարանն էր արել, որ ստորագրություններով դիմել էինք համադրական դատան, ասեցիք ասեց, որ սա այս թղթի տակ է արված, շատ հետաքրքիր է իհարկե։ Ինչ ձևաչափով իրենց ստորագրությունն է, նույն ձևաչափով նաև մեր ստորագրությունը։ Եվ վերջը ցանկացած բանական մարդ հասկանում է, որ այս գործընթացը, որպեսզի հաջողություն ունենա, պետք է գեներացվի հանրային ճնշում ԿՊԱ-կան պատգամավորների վրա, որպեսզի առնվազն եւս 2 հոգի ստորագրի, որպեսզի այդ հարցը մտնի օրակարգ, եւ 20 հոգի ստորագրի, որպեսզի Նիկոլ Փաշինյանին խորհրդարանը անվստահություն հայտնի։ ԿՊԱ-կանների նկատմամբ ճնշումները ո՞նց եք պատկերացնում, ինչը նրանց կստիպի, որ միանա։ Դուք շատ լավ հարց եք տալիս, ես ասում եմ, դա հնարավոր է ապահովել բացառապես հզոր հուժկու հանրային ճնշման միջոցով, եւ հետեւաբար մեր գործընկերները ճիշտ կանեին, գային, քննարկեին, թե ինչպես են այդ ճնշումը գեներացնում։ Փակ հանդիպանը չեք քննարկել։ Փակ հանդիպումը նրանով է փակ, որ դրա մասին չի բացվում։ Դե ասում եք պետք է գային քննարկենք։ Դե ուրեմն հետևանքները դուք արեք։ Սա է իրականությունը, այլապես բազմաթիվ հարցեր են առաջանում, նախ արդեն զարթնել եմ նախաձեռնությունը, թե պատիվ ունեմ խմբակցությունը, որովհետև եթե պատասխանատվությունը քաղաքական ստանձնել է, պատիվ ունեմ խմբակցությունը եւ հանրապետական կուսակցությունը, այլևս անհասկանալի է երկու անձի, ֆիզիկական անձի, ֆիզիկական եմ նշում, նկատեմ ոչ քաղաքակուսակցություն ներկայացնող անձի ակտիվությունը։ Այս կրկնում եմ, որպեսզի լինի անվստահություն, անվստահության քվե, անհրաժեշտ է ճնշում բանեցնել Փաշինյանի վրա եւ հետեւաբար արդար կլիներ քննարկել նաեւ այս հարցը։ Բայց քանի որ այդ տարելն է, որ նախաձեռնությունն են սկսում, քաղաքական պատասխանատվություն են ստանձնում, մենք ստորագրել ենք եւ ասել ենք ակնկալում ենք, որ ողջամիտ ժամանակում այդ գործընթացը ասում են ստորագրել եք, բայց չենք հասկանում ինչի տակ եք ստորագրել։ Ճիշտ նրա տակ ինչի տակ օրինակ են ստորագրել։ Ճիշտ դրա տակ։ Բայց նկարել եւ ցուցադրել են ընդամենը 6 ստորագրություն, ասում են ուր է իրենց ստորագրությունները։ Ավելին ասում են մենք նախաձեռնություն սկսելիս պատկերացնում ենք, որ իշխող խմբակցության ստորագրությունները շատ բարդ է լինելու ստանալ, բայց որ մյուս ընդդիմադիր ֆրակցիային է այսքան բարդ լինելու, դա չենք հաշվարկել։ Այսինքն եւ մենք կրկնում եմ եւ կրկնել ենք եւ ասել ենք 28 ստորագրությունը պատրաստ են Եթե քաղաքական նախաձեռնություն եք, քաղաքական պատասխանատվություն եք ստանձնում, գործընթաց եք սկսում, ձեր թիրախը այն մյուս կողմը պետք է լինի։ Այն մյուս կողմը, ոչ թե այս կողմը, որովհետև իրանց ստորագրություններն է բարդ ստանալ։ Մենք ասել ենք, դուք ստորագրել եք թղթի տակ, մենք էլ ենք ստորագրել։ Դավ թող մի հատ էլ թղթի տակ ստորագրությամբ մի հատ ԿՊԱ-կանի ստորագրություն բերեն։ Համար եմ ասում։ Այս հարցերը մեզ մոտ բավականաչափ։ Բացառում եք, որ ինչ որ պահի ԿՊ-ից եւս հնարավոր է միացողներն են, որտեղ ակնհայտ է, թե եկեղեցու մասով, թե այլ հարցերի շուրջ իրենց մեջ եւս տարածայնություններ կան։ Ես տեսել եմ հզոր իշխանություններ այս երկրում, կուսակցություններ, որոնք 24 ժամվա ընթացքում քանդվել են։ 1990 թվականի ամառվանից, երբ խորհրդանում մեծամասնություն ունեցող կոմունիստական կուսակցությունը քվեարկեց հրշեական տեխնացուի օգտին։ Այնպես որ որևէ բան չի բացառվում։ Եվ դա միակ դեպքը չէր մեր Հայաստանի Հանրապետությունում։ Ես դա տեսել եմ, դա իրական կարող է լինել մի պայմանով, եթե լինի հզոր ճնշում։ Այսինքն ստեղ պետք է խոսել ճնշում գեներացնելու։ Դուք նախադրյալներ տեսնում եք, այս բանը, եթե ինչ-որ փուլում լավ ստացվի այդ անհրաժեշտ ստորագրությունները հավաքել մտնի ազգային ժողով, փողոցային պայքարի նախադրյալներ կան հանրությանը դուրս։ Նայած նախադրյալ ասելով ինչ ենք հասկանում։
բարդ է լինելու, բայց Նիկոլ Փաշինյանի հեռացումը կարող է լինել բացառապես արտախորհրդարանական, ոքի փողոցային բառը չեմ ուզում ասեմ, որտեղ փողոցային խուլիգանի են ասում էլի, ժողովրդային ճնշման եւ խորհրդանում ակտիվ հակազդեցության համադրությամբ։ Այս երկուսը պետք է միասին օգտագործել, ինչպես նաեւ հետընտրական զարգացումներ բնականաբար։ Սա է դեղամիջոցը։ Դաշնակցությունը ընտրությունների մասնակցելու հարց քննարկել է, հերթական նկատի ունեմ, թե դեռ Այո, որոշում մասնակցել ենք թե չէ, թե ձեր ձևաչափը հետաքրքիր։ Մասնակցելու եք թե ոչ դաշնակցությունը։ Քննարկել ենք, վերջնական որոշումը կկայացվի անմիջապես, երբ հայտարարվեն ընտրությունները, նույն Գերագույն ժողովում եւ նույն Գերագույն ժողովն էլ կորոշի ինչ ձևաչափով ենք մասնակցել։ Բայց քաղաքական կուսակցության համար նորմալ է մասնակցել ընտրություններին։ Եթե իհարկե խիստ արտառոց պայմաններ չկան։ Օրինակ տանկերը դուրս չեն գա փողոց եւ ասեն դե հիմա գնացեք քվեարկեք։ Օրինակ։ Եվ պարոն Խաչատրյան, տարածաշրջանում է գերլարված այսպես իրավիճակը Իրան-Իսրայել, ու այս ֆոնին շատ փորձագետներ, նաև ընդդիմադիրները, ահազանգեր են հնչեցնում Սյունիքի մասով, ու նաև հիշենք, որ օրեր առաջ ընդամենը Ադրբեջանի նախագահի օգնականն էր հայտարարություն տարածել, ասում են մենք դեռ հստակ քայլեր ենք ակնկալում Զանգեզուրի Միջանցքի մասով այս լարվածության ֆոնին։ Եթե դիտարկենք այս հայտարարությունները ու իրավիճակը, ինչ վտանգներ կան ու եթե Աստված մի արասե այս հակամարտության լայնանա ավելի մասշտաբները, մենք արդյոք պատրաստ ենք հակազդել մեղմել վտանգները։ Հաջիզադեն հիշում եք, երբ այդ հայտարարությունը արեց։ Երբ վերադարձավ Պրագայից, այն միջոցառմանը, որին մասնակցել էր նաև Նիկոլ Փաշինյանը։ Ադրբեջանը մասնակցել էր նախագահի օգնականի մակարդակով, Հայաստանը մասնակցել էր կառավարության ղեկավարի մակարդակով։ Ես շատ հետաքրքիր ցանկանայել եմ, մոտ 500 մարդ կար եւ 2 թե 3 երկրի ղեկավար։ Չեխերին չհաշված։ Ինչ էր այնտեղ անում Նիկոլ Փաշինյանը, որևէ մեկի համար հասկանալի չէ, թերևս իրենից բացի, ամեն դեպքում այն օրը, երբ Իրանը եւ Իսրայելը սկսեց հրթիռակոծել Իրանը, այդ օրը Փաշինյանը մեկնեց Պրագա։ Ինչ կարող է տեղի ունենալ, այն ինչի մասին որ մենք զգուշացնում ենք։ Ադրբեջանը կարող է ուղղակի ուժով փորձել միջանցք բացել։ Սա է իրականությունը։ Պատրաստ է Հայաստանի Հանրապետությունը դիմագրավել, պարտավոր է պատրաստ լինել։ Քայլերը, որ այս իշխանությունները ձեռնարկում են, բավարար են, կարծում եմ, որ ոչ։ Դե մինչ օրս անգամ անվտանգության խորհրդի նիստ չի հրավիրվել քննարկելու այս հարցը։ Վստահ եմ, որ այդ անվտանգության խորհրդի նիստ հրավիրվի, առաջի օրակարգով կքննարկվի կուսակրոն եկեղեցականների կուսականության հարց։ Իրանց համար դա է ավելի կարևոր, որովհետև իրենք կիսալուսնյաց արշավանք են սկսել առաքելական Սուրբ եկեղեցու դեմ, հասկանալով, որ եկեղեցին այն հաստատությունն, այն ինստիտուտն է, որը պահպանում է մեր ազգային արժեքները, որը ազգային իմունիտետի հզորացման աղբյուրներից մեկն է, ասենց ասեմ, եւ իրանց համար կարևորը դա է, եւ ավելին ասեմ, փոխանակ պատրաստվելու դիմագրավել Ադրբեջանին, լուր ու մունջ հպատակված կատարում են ադրբեջանական։ Բայց այս վերջին 2 օրերին կարծես այդ թեման այլևս Նիկոլ Փաշինյանը, եթե մինչև այս օրը այսպես բարբերականությամբ գրառումներ էր անում եկեղեցու մասին, հիմա ինչի մասին է սա վկայում, վտանգներն են զգում։ Վաղ առավոտը թող բացվի եւ կտեսնենք իրենք ինչ կխոսեն ազգային ժողովում։ Լավ, բայց ակնհայտ է, որ իրենց այս արշավանքը եկեղեցու դեմ սկսվեց այն բանից հետո, երբ Շվեյցարիան վեհապար հայրապետը եւ մեծի տան Կիլիկիո կաթողիկոսը խոսեցին Արցախում ստեղծված իրավիճակի մասին, Արցախում կրոնական եւ պատմամշակութային հուշարձանների պահպանության անհրաժեշտության մասին, գերիների մասին, եւ դա Նիկոլ Փաշինյանի նակներևաբար դուր չեկավ եւ ինքը այս հարցակումը ծավալեց։ Դե իրենք չեն էլ հերքում, ասում են եկեղեցին մեր կառավարության քաղաքականությանը հակընդդեմ հայտարարություններ է արել։ Իրենք այդ ամենը չեն էլ հերքում։ Հետո ինչ ասկնիսկով ասեց, որ բոլորը պետք է իրենց կառավարության համահունչ
գործողությունների անց։ Եթե մարդն ասում հայկական եկեղեցին դարձնում են կամ ուդիական, կամ ալբանական, կամ մսկիթ են դարձնում, դա ինչ խնդիր կա, այսինքն հայկական Հայաստանի կառավարության պաշտոնական Երևանի քաղաքականությունը Ղազանչեցոտ Սուրբ ամենափրկիչը մսկիթ դարձնելն է, դա է խոստովանում Նիկոլ Փաշինյանը։ Կոնկրետ արցախցիների մասին, վերադարձի մասին։ Արցախցիների վերադարձ իրավունքը չի կարող Նիկոլ Փաշինյանի կապրիզի առարկա լինել։ Մարդիկ իրավունք ունեն վերադառնալու իրենց տուն։ Չնշանակում Նիկոլ Փաշինյանը դեմ է, հետո որ դեմ է։ Կարող է անել դեմ լինի, որ մարդ առավոտյան ատամները մաքրի։ Եվ վերջում պարոն Խաչատրյան, առաջիկայում սպասվում է, արդեն պաշտոնապես հայտարարվել է, որ պետք է հանդիպի Թուրքիայի նախագահի հետ։ Նիկոլ Փաշինյանը այս հանդիպումից ինչ սպասել։ Նիկոլ Փաշինյանը ում հետ հանդիպել է, միայն ձախողել է, հետևաբար որևէ դրական ակնկալիք չկա, ավելին ասեմ, հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի եւ իր կառավարության վարած քաղաքականությունը, ես նույնիսկ կդժվարանամ ասել, իսկ ինչն է այս կառավարության համար հաջողություն։ Հիմա պետք է ընդհանրել, որ իրենք փորձելու են դարձյալ ինչ-որ հավելյալ զիջումների գնալ Թուրքիային, ակնկալելով, որ Թուրքիան կմիջնորդի, որ Ադրբեջանը մի քիչ մեղմի իր հակահայ քաղաքականությունը, բայց դա խիստ պրիմիտիվ մտածելակերպ է։ Թուրքերը եւ ադրբեջանցիները բազմաթիվ անգամներ հայտարարել են, որ իրենք միազգ են երկու պետություն եւ փորձել խցկվել մատի եւ մատանու արանքը ակնկալելով, որ զիջելով արևմտյան ճակատի վրա, արևելյան ճակատի վրա Հայաստանի վրա ճնշումները կմեղմվեն, առնվազն մանկամիտ։ Շնորհակալ եմ զրույցի համար, պարոն Խաչատրյան։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ այսօր մեր հյուրը ազգային ժողովի պատգամավոր Արթուր Խաչատրյանն էր։ Շնորհակալ եմ մեզ հետևելու համար։